Հայր ջան, բարի օր։ Քանի դեռ Գյումրիում ոչ մի վերջնական որոշումները չկան, ես ասեմ, որ հետո չստացվի, որ տեսանք, թե ուր գնաց, ինչ եղավ, նոր կարծիք ենք հայտնում։ Ասեմ ձեզ, որ նախ առաջի հերթին ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ և իմ ընկերների անունից մեր գյումրեցիներին, ովքեր որ մանավանդ նրանց, ովքեր որ գիտակցված գնացին և ընտրեցին ՔՊ-ին և այդ եվրո դաշինք մաշինքներին դեմ։ Կապ չունի, թե ընդդիմադիր թեկնածուներից որ մեկին ընտրեցին, կարևորը որ հավաքական Գյումրին հաշվի առնելով բոլոր այդ խախտումները, նույնիսկ բոլոր այդ խախտումները, բոլոր այդ ուրեմն վարչական ռեսուրսի օգտագործումը, պոլիկլինիկաներ, չգիտեմ, դպրոցի դասատուներ, ուսուցիչների հետ չխառնեք, ոստիկանություն, զինվորականություն եւ այլն, այդ ամեն ինչը եւ իհարկե ընտրակաշառքներն ու այդ ամեն ինչը հաշվի առնելով, որ օգտագործեցին ուրեմն ՔՊ-ականները, միևնույն է, ընդհանուր առմամբ Գյումրին փառք Աստծու, որ ընտրեց Նիկոլին եւ իր թիմին դեմ եւ մնացած իր սատելիտներին դեմ։ Դա արդեն մեծ հաջողություն էր, քանի որ այդ ստորաքաշը համարում էր Գյումրին եւ Շիրակի մարզը իր հենարաններից մեկը, կարևոր հենարաններից մեկը։ Եվ այսօր նա տեսավ, որ նա կորցրել է դա։ Հիմա թե այս քաղաքական խաղերում ինչ կլինի, ոնց կլինի, թողնենք ուրեմն Աստծու կամքին եւ իրենց խղճին, բայց ասեմ, որ մի տեսակ տհաճ է, տղեկ, անընդունելի է։ Այս ինչ ուրեմն կռապաշտությունա ձեր բոլորի մոտ նկատվում, ուրեմն այս կուրքից, այն կուրքից ամբողջ օրը ուրեմն գովաբանում եք, այ տղամարդը, էսա, մարդ իրեն իր հորից այն կողմ չպիտի մեկին համարի իրենից լավ տղամարդ, հերիք եղավ էլի, այդ մտնելու բանը ինչքան չի սազում էլի, ու մանավանդ այն մարդկանց, որոնք շատ հաճախ իրենց կարծիքը փոխում են։ Մի կարծիքի եղեք, մի կարծիքի մնացեք ու ոչ մեկին կուրք մի դարձրեք, կապ չունի կուսակցականության մասին է հիմնականում այս լայվը դրա համար եմ ասել։ Քանի անգամ պետք է մենք համոզվենք, որ այս օտար գաղափարախոսությունները եւ այս կառավարման համակարգը, ժողովրդավարության գաղափարախոսությունը, այս կուսակցական կառավարման համակարգը, սրանք ուղղակի մեր երկրի թշնամին են։ Եվ ինչպես տեսնում եք, բոլոր ընտրություններից հետո կուսակցական եւ անձնական եւ թայֆայական շահերը շատ հաճախ դրվում է առաջնային, քան թե երկրի ու ազգի շահերը։ Եվ հենց դրա համար է, որ մեր աշխարհաժողով շարժումը ամեն ինչ անելու է հասնելու կուսակցականության ժխտմանը, մերժմանը Հայաստանում։ Հայաստանը պետք է ունենա իր կառավարման, իր յուրովի, իր հայկական համակարգը։ Եվ ոչ թե պետք է վախենալ, վայ աշխարհում է տեսա ընդունված եւ այլն, ինչը որ աշխարհում ընդունված է, չեք տեսնում, մեր մոտ չի անցնում։ Աշխարհում շատ բան կա ընդունված, բայց երբ որ լավ բաներն է աշխարհում ընդունված, չգիտես ինչի մեր մոտ չի հասնում, բոլոր վատ բաներն են հասնում մեր մոտ։ Դա երկու։ Երրորդը, ուրեմն տեսեք, եթե այսօր ինչ է առաջարկում աշխարհաժողովը, ես շատ կարճ ասեմ, համառոտ ասեմ, ում հետաքրում է կարող է ավելի ուրեմն մանրամասը ծանոթանալ, շուտով մեր գրասենյակը բաց կլինի, այս շաբաթվա ընթացքում կարող եք հաճախել, ձեր հարցերը ուղղել, ստանալ սպառիչ պատասխաններ եւ փորձել ինքներդ էլ աջակցել այդ շարժմանը, որպեսզի մենք հասնենք հայկական կառավարման, ունենանք հայկական իշխանություն, վաղ թե ուշ։ Տեսեք ինչ է կատարվում, երբ որ գալիս է ընտրության պահը, մեր հարց ես տալի, ասում ես մարդկանց շատ մի քանի անգամ տեսել եք, իմեջում փորձել եմ, հարցնում ես, ասում ես ովքեր են ձեր կարծիքով շատ աշխարհում, խելացի մարդիկ, թե ոչ այնքան խելացի, անխելք չասեմ չվիրավորեմ ոչ մեկի, հա, շահով եւ այլով առաջնորդող, թե խելքով առաջնորդող մարդիկ, գրագետ մարդիկ են շատ, թե անգրագետների եւ այլն, եւ պատասխանը կապ չունի, պատասխանողը որ դասին է պատկանում, 99%-ը պատասխանում են, որ անխելքներն են շատ, տենց են ասում նույնիսկ։ Բա այդ ոնց է լինում, որ մենք պետք է ուրեմն մեր ընտրությունը կատարենք այդ մեծամասնության, եթե անխելքներն են շատ,
ինչի ենք մենք երկիրը վստահում այդ մեծամասնության քվեին։ Դրա իմաստը կարաք բացատրեք, այ որ բացատրեք, այդ ժամանակ այս կուսակցական համակարգը կասեն, որ աշխատող համակարգ է Հայաստանում։ Հենց այդ համակարգով էլ այսօր ուրեմն վարի են տալիս մեր երկիրը եւ ցավոք սրտի այդ կռապաշտությունը, որ մեզնից, չգիտեմ, ինչ պետք է լինի, որ կարողանանք մեր մեջից հանել, այդ կռապաշտությունն էլ երկրորդ հերթին այդ կուսակցապետերին, որտեղ մեր մոտ կուսակցությունն էլ կուսակցության նման չի, այս կուսակցապետերին իրենց կուրքը դարձնելով, իրենց հորից, մորից եւ սեփական կնոջից, ամուսնուց վերը դասելով, այսպես թաղում ենք մեր ուրեմն երկիրը, տանում ենք դեպի անդունդը։ Եվ դրա համար տեսեք, ինչ է առաջարկում աշխարհաժողովը, որ մենք պետք է ունենանք էլեկտորատ։ Շատ հասարակ եւ շատ ընկալելի համակարգ է, ճիշտ է, սկզբում դժվար է լինելու, բայց հետո կամաց մենք դառնալու ենք եւ աշխարհում շատերը օրինակ են վերցնելու։ Տեսեք, չեմ սիրում Իսրայելի օրինակը բերել, բայց եւ չափով եւ սկզբից իրենց քանակով եւ այլով իրենք ինչ արեցին, իրենց թքած ունեցան աշխարհի վրա եւ աշխարհին թելադրում են իրենց ուրեմն իրենց համակարգն են աշխարհին թելադրում։ Այո, այսօր աշխարհում եւ ժողովրդավարության քարոզչությունը եւ կուսակցականության քարոզչությունը այդ ամեն ինչը տարվում է հենց իրենց կողմից, բայց իրենք դա ձևական իրենց մոտ ունենալով չեն հետևում դրան, իրենց մոտ ազգային այդ ազգայնա նույնիսկ իրենց մոտ ոչ թե ազգայնական է, ազգայնամոլական է իրենց մոտ ամեն ինչը եւ դրանով կարող է աշխարհին թելադրել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ լինի էլեկտորատ, այսինքն որ պետք է ոչ թե բոլորը, այս օրինակի համար բերեմ, տեսակ են տատիկին, ասում են մեծերին հարգի, ես չեմ կարող նման մեծերին հարգել, որը իր քվեն համաձայն էր տալ նրան, ով իր կոպիտ եմ ասելու այստեղ, իր լեշը կտանի քցիկոսը։ Այսինքն ինքը համաձայն է իր սերունդների, իր երեխաների, իր թոռների, իր ծոռների ապագան տալ ազգի թշնամուն միայն մի պայմանով, որ իր մեռած հոտած լեշը չմնա անթաղ։ Նույնիսկ չի մտածում, որ անթաղ այսօր ոչ մեկ չի մնում, այլ գնում է վաճառելու իր քվեն, 90 քանի տարեկան է, որոշել է իր ուրեմն մարմինը վաճառել, իր մահացած մարմինը վաճառել իր քվեով։ Դրանով կրակը գցելով եւ իր այդ գերեզման տանելով շատ դեպքերում, ինչպես պատերազմները, նման ընտրությունների դեպքում գալիս է իրենց գլխին, թոռներին, ծոռներին եւ այլոց։ Որպեսզի այդպիսի բաներից հեռու մնանք, մենք պետք է ունենանք ընտրանի, ազգի ընտրանին, որն էլ կընտրի երկրի իշխանությունը եւ ամենակարևորը պետք է ունենանք այդ ընտրանին ազգի իշխանություն ընտրելուց բացի պետք է անպայման ունենա ծրագիր, ազգային ծրագիր, որից ցանկացած իշխանություն չկարողանա շեղվել, իր ճանապարհով, իր ձևերով հասնել ազգային նպատակներին, բայց երբեք չշեղվել այսօրվա նման թշնամու երազանքը ու կամակատարը չդառնալ։ Իսկ ինչ է դրա համար հարկավոր։ Դրան համար հարկավոր է նաև, որ այս կուսակցական փդած համակարգը վերացնելուց հետո աշխարհաժողովի այդ նոր կառավարման համակարգի ժամանակ նշանակված իշխանավորները ծառայելուց բացի նրանց սխալների դեպքում նրանց հետ կանչելը շատ ավելի դյուրին ու հեշտ լինի։ Եվ կլինի այն խորհուրդը, որ շատ հեշտությամբ հետ կկանչի բոլոր այն կառավարիչներին, բոլոր այն իշխանավորներին, որոնք կսեղվեն ազգային ուղուց։ Այսօր անհնարին է այդ բոլոր, ուրեմն ամեն մեկը, որ եկել է, բոլոր իշխանությունները իրար հետևից որ եկել են, իրենց ուրեմն հետույքի մասին մտածելով ավելի դժվարացրել են իրենց այդ հետույքից աթոռը պոկելու համակարգը։ Այնպես են արել, որ դա անհնարին լինի։ Նույնիսկ դրա վառ օրինակը այսօր ուրեմն 7 տարի հայկական, թշնամական, ուրեմն քաղաքականություն վարող այս ներերին ուրեմն աթոռից չեն կարողանում պոկել, որովհետև միջև իրեն եւ իրեն բերողները եւ մնացածը բոլորը այնպես են արել, որ դա անհնար լինի, մտածելով իրենց իսկ ուրեմն հետույքին կպած աթոռի մասին։ Մենք առաջարկում ենք, որ դա այդպես չպետք է լինի։ Իշխանավորը, որը ընտրվում է ազգի ընտրանու կողմից,
էլիտայի կողմից, իսկ էլիտա ասելով մի պատկերացեք 5-6 մարդ, խոսում են շատ մեծ քանակի մասին, բայց պետք է լինի էլեկտորատ։ Ովքեր որ կընտրեն, իրենք էլ կարողանան շատ հեշտ հետ կանչել բոլոր նրանց, ովքեր կշեղվեն ազգային ուղուց եւ ազգային գաղափարներից։ Կամ կամակատար կդառնան որևէ ուշադրություն դարձեք, որևէ օտար պետության կամ ուժերի։ Կապ չունի դա հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Ազգային շահերից շեղվել նշանակում է դառնալ նաև որևէ օտարի կամակատարը։ Ասում եք, բա երբ հասես դինելու, բա երբ նոր ուժնելու, բայց ոչ ոք չի ուզում լսել, ծանոթանալ, արդյոք կա մեկը կամ մի ուժ, կամ մի, չգիտեմ, շարժում, կամ մի խումբ, կամ անհատների ինչ-որ հավաք, որտեղ որ մարդիկ առաջարկում են ռեալ, հասկանալի, պարզ, ընկալելի եւ այսօր մեզ այս ուրեմն անկումից դուրս բերելու ծրագիր ունեցող որևէ խմբակցություն կամ որևէ մարդիկ։ Արդյոք հետաքրում եք, ոչ։ Նորն եք ուզում, բայց հենց նոր մեկը հայտնվում է ասպարեզում, ասում եք, այսօր սրա ոչ մեկ չի ճանաչում։ Համ նորն եք ուզում, համ ուզում եք, որ նա ծանոթ լինի, ունենա անպայման մականուն եւ անպայման ունենա փող։ Եվ բոլոր այդ շարժումները պարզ է, որ չունեն այդ ռեսուրսները, ինչ որ ունեն կուսակցություններն ու իրանց կուսակցապետերը, որոնք որպես կանոն մասնակից են եղել բոլորի կողմից արդեն ատելի դարձած այդ խոսքի թալանի։ Թալանը դա շատ վատ իմաստով են օգտագործել այս սրիկաները, բայց ես բառից բուն իմաստով եմ ասում, որ չեն կարող այդ նոր ուժերը լինել, ասենք, բոլոր այն նրանց կողմից հովանավորված, ովքեր որ օգտվել են մեր երկրի այս ուրեմն ահավոր վիճակից եւ հարստացել են։ Հարուստների փողերի վրա իսեր ասո, ոչ աշկ ունեն, ոչ հետ բան։ Խոսքս գնում է այն հարստության մասին, որը քերվել եւ ծուսկի նման հանվել է ժողովրդի ազգի, ուրեմն ծուսկը հանվել է, ոսկորի մեջից հանվել է։ Դրա մասին է խոսքը։ Նույն այսօրվա այս շտրաֆներով եւ այլով այս համակարգները հորինելով այս ուրեմն ամեն ինչում տուգանելու, բայց դիմացը ոչ մի բան մարդկանց առաջարկելու, ոչ մի բան քաղաքացու օգտին, ոչ մի օրենք չանելով, այդ դա է հենց թալանը դրա մասին է, ոչ թե խոսում ենք ինչ-որ մի հաջողված բարերար կամ գործարարի մասին, ով իր խելքի շնորհիվ կարողացել է գումարներ վաստակել։ Այդքանը այսօր դրանով բավարարվենք, նորից եմ ուզում շնորհավորել մեր գյումրեցիներին, մեր աղբերներին, մեր ընկերներին, որ կարողացան հաղթահարել այս ճգնաժամը, որ ստեղծված է, որ ասում եմ ծուրը նստենք դուզը խոսենք, Գյումրիի վրա հույսերը քիչ էր, որովհետև Գյումրին միշտ պաշտպանում էր այս նողկալի ուրեմն իշխանությանը, բայց այս անգամ մարդիկ ապացուցեցին, նորից եմ ասում, օգտագործելով բոլոր այդ վարչական ռեսուրսներն ու խախտումները, նրանք հավաքական ընդդիմությանը պարտվեցին։ Չեմ ուզում խոսել, թե ինչ կլինի, ընդդիմությունը ինչպես կվարվի, դա թողում եմ իրենց խղճին, ես մի քանի գրառում արել եմ, իմ կարծիքները կիսվել եմ, կապ չունի ում մասին է խոսքը գնում, ես իմ կարծիքները չեմ հիմնավորում մեկ որևէ այլ ուժի, ուրեմն կամ մի այլ կուռքի պաշտպանելով մյուսին չեմ հարվածում, ինչ տեսնում եմ, այն եմ ասում, դա իմ անձնական կարծիքն է, ասեմ, որ նույնիսկ մեր ուրեմն շարժման, աշխարհաժողով շարժման կարծիքը չի, ես այստեղ եւ այս լայվը նույնպես իմ անձնական կարծիքն եմ հայտնում եւ իմ անձնական կարծիքը այն է, որ Գյումրին հաղթեց այս ուրեմն չարիքին եւ ոչ ոք թող ոչ ընդդիմաներից, ոչ ինչ-որ մեկից այդ կրեդիտը չվերցնի այդ հաջողությունը իրեն կամ իր կերպարին չվերագրի։ Ինչպես որ ժամանակին 13 թվականին գնացել էին, հիշում եք, ընտրել էին Ռաֆի Հովհաննիսյանին, Ռաֆի Հովհաննիսյանին չէին ընտրել էին Սերժ Սարգսյանի դեմ, դա 100%,
ապացուցվեցիք դուք ընդամենը մի քանի օր հետո, չէ, այդ ընտրություններից, թե ինչպես էին, ասենք, տասնյակ հազարավոր մարդիկ Հայոյում նույն ովքեր որ ընտրել էին Ռաֆի Հովհաննիսյանին, որտեվ իրենց նպատակները չկատարեցին, այստեղ էլ նույնն է լինելու, մարդիկ չեն ընտրել այս կամ այն անձին, բացառությամբ իհարկե այնտեղ էլի այդ խմբակային ինչ-որ շահեր, որ կա էլի, բարեկամա, ծանոթա, ընկերա, իրար հետ գործ են անում եւ այլն, եւ ինչ-որ մեկն էլ ուղղակի հավատալով խոստումներին, բայց մեծամասնությունը գնացել ընտրել են ուրեմն այս չարիքի դեմ, այդ Եվրո դաշինգ եւ այդ ԿՊ եւ այլն այդ չարիքի դեմ, ընտրել են արդեն այդտեղ, այսպես ասած, լատարեի նման որոշել են երևի, որ մի կամ որ մեկն է ավելի իրենց դուր եկել որպես տղամարդու կամ գյումրեցու կերպար, այդպես ասեմ, գյումրեցու կերպար, որը որ հավանել են, ոչ թե համոզված լինելով, որ դա, ասենք, իրոք իրենց երազանքների կատարողն է լինելու։ Ինչևէ, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր ընդդիմադիր ուժերին, 4 ուժին էլ շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացան այնպես անել, որ այսպես ասած ամոթով չթողեն ընտրությունների ժամանակ, այսինքն բավականաչափ ձայներ հավաքեցին եւ կարողացան ուրեմն ընդհանուր իրենց միասնությամբ հաղթել չարիքին եւ դրա համար իրենց պետք է այդ միասնությունը միջև վերջ տանել, կուսակցական, անձնական մնացած շահերը մի կողմ դնել, մի անգամ մտածել ազգի մասին եւ ձեր պատվի մասին եւ անել այն, ինչը որ իրոք բոլորի կողմից համարվում է ճիշտ։ Այդ կանը խախտում արեցի, հեսա կտու գանվեմ, խոսենք հաջորդ անգամ, լավ եղեք։